պատճառները, որոնք են։ Իսկ թվում է այդ հարցի պատասխանը վերջին ժամանակներում ակնհայտ է, որ ես ուզում եմ ունենալ հայրենիք, իմ երեխան ես ուզում եմ, որ ապրի Հայաստանում, եւ ես ուզում եմ, որ մենք վերադարձնենք երբեմնի մեր հեղինակությունը միջազգային։ Ես ուզում եմ, որ այս խայտառակությունը, որ այսօր կատարվում է, կանգ առնի, քանի որ ինչպես տեսնում եք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում իսպառ կորել է փող զիջում, այն բառը, որից անգամ մենք ենք խուսափել, փող զիջում, եւ մենք ապրում ենք կատարյալ զիջումների ժամանակաշրջանում։ Ես ելի եմ կրկնում, ես պատրաստ եմ, չգիտեմ, նվիրատվություն անել մարդուն, ով ինձ ցույց կտա գեթ մեկ զիջում, որը արել է Ադրբեջանը այսքան ժամանակաշրջանում։ Այս մեր կործանարար թափողակը պետք է կանգնեցնել եւ կանգնացնողը լինելու ենք մենք։ Ոչ ոք դրսից չի գալու մեր փոխարեն որևէ որոշում չի կայացնելու, որևէ քայլ չի լինելու։ Մենք երևի թե մեր սխալներից մեկը այն է, մեր ժողովրդի սխալներից մեկը այն է, որ մենք միշտ սպասում ենք, որ դրսից կգա ինչ-որ մեկը մեր փոխարեն, ինչ-որ ռուսները, ամերիկացիները, այլ մոլորակայինները կապ չունի ով եւ մեր փոխարեն տեր կկանգնեն մեր երկրին։ Ոչ, մենք ենք կանգնելու եւ կանգնելու ենք եւս մեկ անգամ ու շատ վճռական։ Խաղաղություն ենք կառուցում, չեք հավատում եք խաղաղություն։ Տեսեք, այն փաստաթուղթը, որը հիմա բանակցվում է եւ այն փաստաթուղթը, որը գոնե քիչ թե շատ գաղտնազերծված է, դա պատերազմի ուղիղ հրավեր է։ Որևէ նշույլ անգամ Հայաստանի նման ծնկած եւ թուլացած դիրքավորմամբ չի կարող լինել։ Խաղաղությունը լինում է ուժեղի հետ։ Այն ինչ այսօր այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, դա պատերազմի հրավեր է, կրկնում եմ։ Մենք հիմա պատրաստ չենք ուժեղ լինելու։ Դուք խոսեցիք միջազգային հեղինակության բարձրացման մասին, ներկայիս իշխանությունները նշում են, որ այդ համբավը այնքան բարձր է, որ Եվրախորհրդարանը իրենց կատարած այսպես ասած դիվանագիտական կամ իրենց արած քայլերի շնորհիվ է, որ վերջերս Բանաձև ընդունեց հայ պատանդարված գերիների ազատ արձակման վերաբերյալ։ Տեսեք, Եվրախորհրդարանի հետ բանակցությունները եւ լոբինգային աշխատանքը Եվրախորհրդարանի հետ կատարված բանակցությունները եւ լոբինգային աշխատանքները միանշանակ կատարվել են հասարակական կազմակերպությունների, հանրային գործիչների, քաղաքական կազմակերպությունների, եսի նկատի ունեմ կուսակցություններ, ընդդիմադիր կուսակցություններ եւ որևէ դիվանագիտական խողովակ, որը ի սկզբանե պետք էր օգտագործվել մեր Բաքվում գտնվող գերիների առաջին օրվանից, գերեվարման առաջին իսկ օրվանից պետք է խիստ օգտագործված լինեին դիվանագիտական խողովակները, որոնք չեն օգտագործվել։ Այդ ասողներին ես ունեմ հստակ պատասխան։ Տեսեք, Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կետերով քայլ առ քայլ թվարկեց այն, ինչ պետք է աներ պետությունը եւ որը չի արել։ Այդ կետերի հրապարակումից անցել է տևական ժամանակ, որևէ բան չի արվում։ Սա հաստատումն է նրա, որ Հայաստանի Հանրապետությանը չի հետաքրքրում Բաքվում գտնվող մեր ռազմագերիների, ինչպես նաեւ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող մեր Արցախ աշխարհի ճակատագիրը։ Սա ողբերգություն է, սա ոչ թե դիվանագիտություն է, սա ոչ թե դիվանագիտական պարտություն է, սա պետության բռնած դիվանագիտական գիծ է, որը որևէ իր մեջ հայկական նշույլ չունի։ Ասում են գերիների հարցով իրենք պարբերաբար խոսում են, բանակցում են, բարձրաձայնում են այդ հարցերը, բայց մինչև այս պահը հնարավոր չի եղել դեռևս հասնել որևէ արդյունքի, բայց գերիների հարցը ներառել խաղաղության համաձայնագրի մեջ դա կնշանակի տանել բանակցությունները փակուղի։ Գերիների վերադարձը պետք է լիներ նախապայման։ Գերիների վերադարձից հետո նոր պետք է բանակցել խաղաղության պայմանագիր, իսկ վերջերս ինչպես պարզվեց համաձայնագիր կոչված փաստաթղթի շուրջ։ Քանի դեռ նախապայման չէր եղել, դուք երևի կհիշեք, որ հենց 20 թվականի նոյեմբերից հետո առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պարտադրանքի, որ բոլոր գերիները վերադարձվեն, Նիկոլ Փաշինյանը գնաց եւ նստեց բանակցությունների սեղանի Ալիևի հետ, ավելի նա ճաշի սեղանի նստեց Ալիևի հետ եւ բնականաբար դա է պատճառը, երբ դու վերադարձնում ես ադրբեջանցի անգամ մարդասպաններին եւ փոխարենը չես դնում պայման, որ մարդասիրական իրավունքից ելնելով մարդիկ գոնե պահվեն
մարդանման պայմաններում, բնականաբար դու որևէ հարգանք չես վայելելու։ Ես կրկնում եմ, պարտվածը չի կարող լինել բանակցող, դա համազգային, համաշխարհային աքսիոմ է։ Պարտվածը չպիտի բանակցեր։ Թող բանակցեր ցանկացած մեկը, բայց ոչ մարդը, ով պարտվել էր Ալիևին։